Այսօր ամսի 22-ն է, հեսա։ Մենք Լիվերնոյում ենք, հեսա Լիվերնո։ Դա ցույց կտա կտեսնեք։ Ահա, Լիվերնո, այստեղ ենք։ Հիմա գնալու ենք մի օր ծովային օր լինելու, հետո ծովային օրից հետո նոր հասնելու ենք ուր։ Նիապոլ, հեսա։ Okay, stop here. Եկել ենք նախաճաշելի այսօր։ Այսօր ծովային նորա կամ ողջարի ծովի վրան են, հա, կոնտենտները։ Ասիրած նախաճաշներից մեկը այս բուֆետն է։ Այս, այս վեստանան, այս մեկը։ Չստենիշ։ 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Yeah? From there, we're going to go. Նավի վրա հատուկ պրոֆեսիոնալ պարուսուցիչներ կան, որոնք տարբեր պարեր են սովորեցնում նավի ուղևորների համար։ Ընդ որում հետաքրքիր է, որ տարբեր երկրներ գնալուց տվյալ երկրների պարերն են հիմնականում սովորեցնում, օրինակ Հավայան կղզիներ, երբ որ մենք գնացինք, հավայան պարեր էին սովորացնում։ Հունաստան են գնալու հիմա, հունական պարերի դասեր են լինելու եւ բացի դրանից ընդհանուր զվարճացնում են մարդկանց տարբեր տեսակի պարերով։ Հիմա այդ պարերից մեկն է, որ դուք տեսնում եք։ Այդ նույն ժամանակ վերևում տախտակամածում մեկ ուրիշ միջոցառում կա հիմա։ Սառույցից ինչ որ քանդակ են քանդակում, մարդիկ գուշակում են, թե ինչա քանդակում այդ մարդը, նկարում են հիմա դուք տեսնում եք ուղղակի երաժշտությունը կա միացված, ես չեմ կարողանում իրան բնական ձևով դնել, ստիպված պետք է նաև լսեք ինձ, քանի որ ծովային օր է, այսօր ամբողջ նավը հագեցած է այսպիսի միջոցառումներով, տարբեր հարկերում, տարբեր մարդկանց նախասիրություններին համապատասխան միջոցառումներ կան։ Այս սառույցի վրայի քանդակելու միջոցառումը կարնիվալի գրեթե բոլոր նավերում լինում է։ Ես ինչքան գնացել եմ կարնիվալով, բոլոր նավերում այս նույն միջոցառումը տեսել եմ, ոնց որ ձուկ են քանդակի այս անգամ։ Ամեն անգամ տարբեր բաներ են քանդակում։ Մարդիկ փորձում են գուշակել, թե ինչա դուրս գալու վերջնական տեսքում։ Սա կարնիվալի թատրոնի սրահն է, որտեղ մեծ միջոցառումներ են կատարվում։ Հիմա այս տղան ընդհանրապես այդ շոուների պատասխանատուն է, ինքը կարնիվալի ուղևորների հարցերին է պատասխանում, մարդիկ այդ հարցեր են ունենում հետաքրքիր, ես մարդուն հարցնում են, ինքն է փորձում է պատասխանել։ Թիեթայմա կոչվում, sense փոքրիկ ժամանակ ենք անցկացնում այս ընթացքում։ Իրանք թեյեր են առաջարկում վճարովի, բայց մենք անվճարն ենք իհարկե վերցնում եւ sense փոքր բաներ կան։ Թխվածքներ, ինչ որ ինչա կոչվում սա։ Appetizer, հա? Ինչա։ Այս մի փոքր բաներ են, որ կարելի է վերցնել, հետաքրքիր ժամանակ անցկացնել, հանգստանալ։ Եվս մեկ շոու կա կարնիվալի թատրոնի սրահում, ուղղակի մեզ չի որ հարմար է լինում նկարելը, ես մի պահ ուղղակի նկարեցի, որ ուղղակի տեսնեք։ For those amazing singers. One final time for your full cast in Heart of Soul. That is right, Carmel Valley. Thank you so much for joining us for Showtime. Steak ռեստորան ենք եկել, այս ռեստորանը շատ մարդիկ ասի շատ լավ ռեստորան է։ Լիքը մարդիկ կան, չեմ կարողանում նկարել, բայց մեր ուտելիքները գոնե կնկարեմ, ինչ ենք վերցրել։ Այս fancy բաներ են ուտել։ Actually, we know change վերցնենք. I don't need this one. If you need, okay, I don't need this one. Yeah. Okay, I'm the
բաներից բռնակ, ամեն ինչ ֆենսի ասա։ Բայց ափսոս որ այնքան մարդ կա ու տեսակ անհարմար է էլի որ մարդիկ են ուտում նկարում։ Ես ոչխար եմ վերցնելու, ոչխարի ոտիկներ ա, չէ՞։ Դու էլ ստեյք ես վերցնելու։ Հետո սալատ մալատ, մեկի օստր ենք վերցնել, ստեղ օստրը շատ հետաքրքիր է, ասենք սառած ինչ-որ վերում են սառույցով, հետո բացում են ծուխմուխ ա դուրս գալիս։ Իրականում ծուխ չի դուրս գալիս, գոլորշի ա դուրս գալիս։ Հիշում ես, որ այդ աղջկան հարցնում է, ասում է, ինչ-որ ծուխ ա դուրս գալիս, բայց բազում ա, որ դա ծուխ չէր։ Գոլորշի։ Շեֆի կողմից փուջուրիկ բանա սրանց հացի համար գժվում եմ, հլը նայեք գժվելու հացա, տակ, համով ես էլ էտ հատուկ հատուկ բան է, սովորական բան չի մենակ գինին եմ բերել հիմա էտ ոստրս կբերեն Ready? Ready. So, French waffles Wow. with maize butter, passion fruit caviar, and also some apple mignonette. So, buon appetito. Thank you. Տեսակ էդ մուխու ծուխը, բայց ասեմ կեզ մուխի ծխի հոտ է գալիս, ոչ թե գոլորշի, ընծոն ինչ-որ բան վար էր, հոկործել լծված։ Ոնց ես ուտում։ Պատարակաղով վերցնում ենք։ Լիմոն չկա որ են լցնենք։ Այսենց սիրում, նայի։ Սենց խառնում ենք։ Հետո մի անգամից ես ուտելու։ Պատեմ ջուրն է կարաս խմես։ Շատ համով է, ջուրն էլ ես խմում, ջուսի է ինքա որտեղ, շատ համով է, ջուսի է, սենց նայ, մի հատ ինձ նայ, ես պրոֆեսիոնալ, ոչ որ ուտող եմ, նայ, սենց իրան սենց խառնում ես, վերցնում ես սենց, Զավիքներն է վիդեո հասկացար ոնց են ուտում։ Ես որ էսի ուտում էի, դու որտեղ էիր։ Հերջ։ Վերցին ես ապետայզերը։ Լավա եմ սալոտը վերցրին։ Բայց իսկապես շատ համով են սարքել։ Սիրում, վերցնում ես։ Հոպա Հոյակապը։ Նամն է ես ռեստորան, էսա բան չմնա, մենակ ծաղիքներ են նա։ Զավիքներն է Ծաղիքներն է կարան դուտեն։ Սի համեմ էր մաղադանուտել, հա, դա ես մեկը կուտ, ես մի ծաղկը հասած կուտվի։ Ադանաս Չնկարեցին, մի անգամից կերանք, պլուչիս է, էսա, ճոր հետաքրքիր մեջը լավ դրեսինգ էր համով։ Ինչ էր, լեմ չապս էր, ես կեզ մեկը կտամ, ես էլ ստեյքն է։ Ստեյք չէ, ֆիլե մինյոն Հա, էլի, Ֆիլե մինյոն ստեյք այլի։ Ստեյք ուրիշ է, ասի ֆիլե մինյոն Okay, yeah. Կարի ախոժակ մեզ։ Ready? Yeah, I started already. So here we have chocolate sphere. We're going to try to melt it with hot chocolate sauce. Also, maybe if you find some orange taste, it's because we prepare the sauce with orange juice. Inside, we're going to find one small cocoa cream biscuit. Here we are. Thank you so much. Welcome, enjoy it. Ասալն է, ասա շատ լավ է Հատալետին է։ Լավ երևում է Էպլ է Սուպեր։ Կարնիվալ նավի ստեյք ռեստորանը համարվում է ամենալավագույն ռեստորանը Կարնիվալ նավի վրա,
Դե տարբեր ռեստորաններ կան բնականաբար, բայց սա ամենալավն է համարվում եւ ես տեղ մի քանի հատ իրենց մենյուից մի քանի նկարներ դրեցի։ Հետաքրքիր սուպեր ունեն, դեսերտներ ունեն ու իհարկե քաղցրավենիքներ ունեն, բայց իհարկե ամենալավը այստեղ համարվում է իրենց ստեյկը, որ հատուկ ձևով պատրաստում են եւ հատուկ միսա այդ ստեյկի միսը